Ինչի է Հայաստանում աղջիկների ստանդարտները տղաների հետ կապված այդքան ցածր։ Տղաներ կթերթեք, այս վիդեոն աղջիկների հետ պետք է առանձին խոսեմ, մերսի շատ։ Երկու հարց կա։ Կամ աղջիկները իրապես շատ ցածր ստանդարտներ ունեն տղաների հետ կապված, կամ բարդույթավորվում են խոսել սեփական ցանկությունների մասին։ Երկուսն էլ խնդիր են։ Երեք ավելորդները ժամադրություն շոուի 2 եթերաշրջանների ընթացքում անհավանական շատ մարդկանց հետ եմ շփվել, տղաների եւ աղջիկների, ու հարաբերությունների հետ կապված հարցերին տղաները ստանդարտներ, պահանջներ, երբ ասեմ տոնը լինի, միշտ խնամված լինի, հաց սարքել իմանա, նյար լինի, գեր լինի, այդքան էլ նյար չլինի, գնաց, ինչ որ աշխարհի ստանդարտներ, 7 բարձրագույն կրթություն աղջիկներին, երբ որ հարցնում ենք, հավատարիմ լինի։ Լուրջ, ուր ենք հասել, որ հավատարմությունը դիտարկվում է որպես առավելություն։ Հավատարմությունը պետք է բազային կարգավորումներում լինի։ Առավելությունը լեզուների իմացությունը, վարդական վկայականի առկայությունը, բայց ոչ հավատարմությունը։ Որ տղաներին խոսեցնում ես, ամեն մեկը մի Ապոլոն։ Իսկ աղջիկները, այնքան ենք մենք մեզ թերագնահատում, այնքան քիչ ենք մենք աղջիկներով խոսում մեր ցանկությունների մասին։ Հասկանում եմ, որ տարիներ շարունակ աղջիկներին հալածել են, ասել են, որ չպետքա դուք ունենաք սեփական ցանկություններ, բայց այդ ժամանակները վաղուց անցել են։ Աղջիկներ ջան, չլինի չիմանամ, դուք ձեզ թերագնահատել եք կամ բարդույթավորվել եք խոսել սեփական ցանկությունների մասին։ Հավատարիմ լինի, մաքրացել լինի։